Շարժան խորհրդարան Դրական օրենսգիրքը, որ մենք քննարկում ենք այս օրերին, փորձում է հարցեր ղեկավարել 3 տարբեր հարթությունների վրա։ Առաջի հարթությունը դա ընտրությունների մեխանիկան, կազմակերպչական խնդիրները, ընթացքը, ընտրություններից հետո ձայների հաշվառումը, լրատվամիջոցների մասնակցությունը, դիտորդների մասնակցությունը, սա մի հարթություն։ Երկրորդ հարթությունը դա Սահմանադրությամբ նախատեսված համամասնական ընտրագարկի կանոնագարկումն է։ Իսկ երրորդ հարթությունը դա նույնպես մեր սահմանադրությամբ արդեն ամրագրված խորհրդարանական համագարկի էության սահմանումն է։ Նայեք, յուրաքանչյուր օրենք ունի իր ոգին եւ դարը։ Հաճախ ոգին է, որ թելադրում դարը, ոչ թե հակառակը։ Հիմա ես ուզում եմ այդ 3 հարթություններում շատ արագ փորձել քննարկել, թե արդյոք այն դարը, տեքստը, որ ներկայացվել է, օրենքը, համապատասխանում է այն ոգուն, որը մեզ թելադրում է այս օրենքը անցկացնել։ Առաջի հարթություն, ընտրությունների մեխանիկա։ Որն է մղիչ ուժը, որ մենք գնում ենք ընտրական օրենսգիրքի փոփոխության։ Այո, ունենք նոր սահմանադրություն, բայց կա նաև այլ պատճառ։ Այն է, որ 2 տասնամյակ Հայաստանում ընտրությունները գեղձվել են։ Բոլորս մենք դա արձանագրում ենք։ Գեղձվել են ընտրագաշարք բաժանելով, գեղձվել են կարուսելներ կազմակերպելով, գեղձվել են կրկնակի քվեարկություններով, գեղձվել են բացակա մարդկանց կողմից, այլ անձանց կողմից քվեարկելով, գեղձվել են լցոնումներով, գեղձվել են վերջում բոլոր տեսակի հաշվառման ժամանակ խարդախություններով։ Այս բոլորը հաշվի առնելով, մենք այս օրենքով ուզում ենք այդ բոլորը կարգավորել։ Այս հարթությունում օրենքի ոգին սա է։ Սա պետք է լինի մեր ելակետը։ Արդյոք այս օրենքը, որ ներկայացվել է, այդ խնդիրները լուծում է։ Բացարձակապես չի լուծում։ 4+4+4 ցեվաչափով այն 5 կետերը, որոնցից 4-ը այս հարթության է վերաբերվում, իրոք ընդդիմությունը քաղաքացիական հասարակության հետ միասին ուզում էր այդ փոփոխությունները անել, որպեսզի կարողանանք այս օրենքի դարը մոտեցնել այն ոգուն, որ մեզ թելադրում էր իսկապես այս օրենքը անցկացնել։ Բայց սպաղտաբար, ինչքան հասկանում եմ, դա ամբողջությամբ տապալվել է։ Բայց մենք մեր ձեռքերը պետք չէ լվանք։ Ես կարծում եմ մենք դեռ ժամանակ ունենք, աշխատենք այդ 4 կետերի վրա, փորձենք իսկապես, եթե ոչ ամբողջական կոնսենսուս, ինչպես Միքայելը ասեց, այլ քոնե մասնակի ինչ-որ կոնսենսուսի կանք, որովհետև սա է իսկապես հիմնական խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել։ Երկրորդ հարթությունը, ընտրական համագարկը, ցևը, մեծամասնական թե համամասնական, ես չեմ ուզում, Դավիթ, այդ վեճի մեջ մտնել, որ սա համամասնական է թե մեծամասնական է։ Իմ դրամապանությունը այստեղ հետևյալն է։ Ես վերցնում եմ 2 բևերները։ Մաքուր համամասնական ընտրությունը նշանակում է, երբ ամբողջ Հայաստանը դառնում է մի ընտրատարածք, գուսակցությունները ներկայանալու են իրենց ցուցակներով, ընտրությունների արդյունքում համամասնականորեն ովին ձայն է հավաքել այդ ցուցակներից կազմվում է խորհրդարանը։ Մաքուր մեծամասնականը կլիներ այն, որ Հայաստանը բաժանվեր 101 ընտրատարածքի եւ յուրաքանչյուրից ընտրենք մի հոգի։ Այս 2 բևերները ներկայացնում են մաքուր համամասնական եւ մաքուր մեծամասնական։ Ցանկացած այլ դարբերակ, որ այս մեկը կամ մույսը չէ, ինչ որ արանքում մի տեղ է, ինձ համար դա հիբրիդային դարբերակ է։ Այս դրամապանից ելնելով, եթե դա հիբրիդային է, ուրեմն 100% համամասնական չի, իսկ մեր սահմանադրությունը հստակորեն ամրագրել, որ պետք է լինի համամասնական, ես համարում եմ ինչ որ դեղ գա վիճարկելու, որ սա հակասահմանադրական է։ Բայց սա մի կողմ դնենք մի բահ։ Ես գամ ոգուն։ Մենք ինչի ուզեցինք մեծամասնական 41 տեղերից հրաժարվենք։ Ինչու, որովհետև դա վատ համագարկ է, ոչ։ Միացյալ Նահանգներում ներկայացուցիչների պալատում 435-ն էլ մեծամասնականով են ընտրում։ Շատ էլ լավ աշխատող համագարկ է։ Բայց ես մեր անկախության 25 տարին ցույց տվեց, որ դա մեզ համար չի աշխատում, դա շահարկվում է, հատկապես
Իշխող ուժի կողմից, երբ ունի լծակներ, ունի փող, կարողանում են այդ 41-ից անընդհատ հետևականորեն առնվազն 35-36-ը իրենք ստանան, մնացածը դրվում է այլ կուսակցությունների, այն էլ բանավորվածության շրջանակներում։ Ավասիկ մենք այս խնդիրն էինք ուզում լուծեինք, բայց ինչ արեցինք, ճիշտ հակառակը։ Անկախ դրանից համեմասնական ենք կոչում թե մեծամասնական, այն ինչ որ ներկայացվել է, ճիշտ հակառակն է անում։ Եթե նախկինում մի հոգի էր փող բաժանում, օգտագործում էր իշխանական լծակները իրեն ձայն բերելու, հիմա մի քիչ ավելի ընդրադարձքում, արդեն ոչ թե մի հոգի, այլ 5 հոգի, 6 հոգի, 10 հոգի նույնն է անելու, իր ռեյտինգը բարձրացնելու։ Իսկ նախկինում եթե դու կարող էիր, հետատրենք ինչ որ մի տարածքում, այո, ես հավանում եմ այդ մարդուն, կամ փող եմ վերցրել, ուզում եմ իրեն ձենս տամ, բայց համադրում եմ մի այլ կուսակցության։ Այս բարակային արդեն դու այդ ընդրությունն էլ չունես։ Եթե դու այդ մարդուն ես ուզում ընտրես, որտեղ փող ես վերցրել, կամ համոզված ես, որ դա լավն է, դու ստիպված ես նաև արդեն կուսակցությանը, որին նա մաս է կազմում, ձայն տաս։ Այսինքն այս բոլորից նաև օգտվելու է այն քաղաքական ուժը, որը ունի միջոցներ։ Սա է ոգին, որ ես կարծում եմ, որ դարը հագասում է իսկապես էությանը։ Եվ վերջապես խորհրդարանական համակարգը։ Նայեք, այստեղ որն էր ոգին։ Մենք ինչ էինք ասում ռեֆերենդումի ժամանակ, որ մենք անցնում ենք կիսանախագահականից խորհրդարանականի, որտեղ դա ավելի բաշխում է իշխանությունը, ավելի մեծ պատասխանատվություն է դնում տարբեր քաղաքական ուժերի վրա։ Մենք դրանով ջարդում ենք քաղաքական մենաշնորհը։ Ուժը մի մարդու ձեռում չի լինում, մի քաղաքական ուժի որոշմամբ չի լինում, այլ մենք դա այսպես տարածում ենք ավելի լայն քաղաքական դաշտի վրա։ Բայց մի հատ նայենք այս օրենքով մենք ինչ ենք անում։ Փոխանակ օրենքը նպաստի իսկապես այդ տարալուծմանը, անում է ճիշտ հակառակը։ Օրենքում այնպիսի դրություններ են դրվել, որ մենք իսկապես մեծացնում ենք էապես հնարավորությունը ինչ որ մի քաղաքական ուժի մենաշնորհի պահպանմանը։ Եթե մի քաղաքական ուժ ստանում է 50+1 ձայն, մենք այդ քաղաքական ուժին փոխանակ ստիպենք, որ ինքը զգա, որ շատ խոցելի մեծամասնություն է եւ այլ կուսակցության հետ կոալիցիա կազմի, դրանով բարալուծելով իշխանությունը։ Մենք նրան տալիս ենք 4% եւ դարձնում ենք գայուն մեծամասնություն։ Դրանով մենք նպաստում ենք քաղաքական մենաշնորհին։ Երկրորդ դրույթը, սահմանափակում ենք կոալիցիա կազմելու կուսակցությունների թիվը։ Դա ինչ է նշանակում։ Միայն երկուսի հետ կարելի է կազմել։ Նշանակում է ընդդիմությունների արդյուն երկրորդ դեղը բռնած կուսակցությունը համարյա բացարձակապես հնարավորություն չունի կոալիցիա կազմելու։ Այդ մենաշնորհը այս օրենքով դրվում է միայն առաջի տեղը բռնողի։ Իսկ մենք գիտենք, որ ով է հավակնություն ունի այդ առաջի տեղի համար։ Եվ վերջապես ինչպես անդրադարձ եղավ այստեղ երկրորդ փուլը։ Դա նույնպես հնարավորություն է տալիս վերջո, ինչ որ մի քաղաքական ուժի ունենա առանցին մեծամասնություն եւ դրանով իսկապես պահպանի իր քաղաքական մենաշնորհը։ Հակեջան խորհրդարան, իսկապես այլ երկրում, այլ պայմաններում միգուցե սա շատ լավ օրենք է, աշխատող օրենք կարող է լինել, բայց մեր 25 տարվա անցած ճանապարհը հաշվի առնելով եւ այն ամենը, որի մասին մենք բարձրացային խոսում ենք, փողոքում ենք, որ չի աշխատել այսքան ժամանակ, մենք ուզում ենք այս նոր օրենքով այդ բոլոր խնդիրները լուծել, չի լուծում այս օրենքը այդ խնդիրները։ Ոչ միայն չի լուծում, ես կարծում եմ շատ ավելի խորացնում է եւ ֆարթացնում է։ Ես միանում եմ բոլոր այն մարդկանց, որոնք գոչ են անում, որ իշխող մեծամասնությունը իսկապես վերագնահատի իրավիճակը այսօր երկրում առկա եւ գնան կոմպրոմիսների, որովհետեւ մենք կարողանանք ընդունել այնպիսի օրենք, որ ոչ ոք ընդրությունների ընթացքում եւ դրանից հետո չի կարող ինչ-որ փողոքներ հնչեցնի, որ օրենքը ինքը լավը չէր եւ դրա արդյունքում մենք ստացանք վատ ընդրություններ։ Շնորհակալություն։